Անուն հոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն որ դունը որ գմտնեք ըսեք խաղաղություն թողլա այս տան եթե խաղաղության որդիգա սեր խաղաղությունը անոնց վրա պիտի գենա եթե ոչ սեզի ետ պիտի դառնա ուրեմն դեր Հիսուս Քրիստոս գհայտնե դիեզերքի թե նյութական եւ թե հոգեվոր ամենեն հիմնական օրենքներն մեկը նմանները գքաշե իր վրա երբ որ ճուրը շոքյանա քոքովի գուքան եւ ամբերը գգասման երբ որ գնայիք զարերը քոքովի գուքան անդար գստեղծան այդպես որ հոգևոր կյանքնալ այսպես է ինչ որ թուն ունիս նմանը գքաշես քուբրած նոր դարի եկավ սիրելիներ շնորհավոր նոր դարի ձեր բոլորին նոր դարի եկավ եւ մենք գսենք որ ով նոր դարի խաղաղություն բերմեզին խաղաղության որդի ես թե գրիվ գնես թուն քեզի հետ ամեն մարդու հետ կյանքին հետ խաղաղություն չունիս քու սիրտիդ մեջ ներողություն նոր դարին պիտի կա եւ թուն խաղաղություն պիտի չստանաս անգե պետք է խաղաղության որդի լաս քու ցերքեն եկածին չափ քու մեջիդ խաղաղություն պետք է ստեղծես որ օթին մեջ կախված խաղաղությունը քու վրատ իջնա ամեն օր Աստված ամեն օր հրեշտակներ օգնություն գցկեն երկինքան թեպի վար ինչպես արևը գրնակ արևեն օգտվիր եթե ցեր բադուհաններ եւ վարակուրները կոց պահեք արևի լույսը դուրսն է բայց ով որ գփանա իր բադուհանները անգլուսավորվի հետևաբար այս տարի ինչ որ գուզես պետք է քննես տուն քեզի անգե գոտորակ մգա մասնիկ մգա քու մեջդ որբեսի քաշվիս անոր գոմը երջանիկ նոր դարի բայց տուն երջանկություն ունիս քու մեջդ Աստուծո քեզի հետ մինչև հիմա դվածներդ երջանիկ ըլլալ սորված ես այս երջանկությունը ուրիշներու հետ կփաշնես Եթե այո, այնադեն այս նոր դարիալ փոլոր օրերում բես քեզի երջանկություն պիտի շնորհե աստվածային երջանկությունը պիտի իջնա նայեցեք բادرակին ամենեն շատ քահանան ինչ կնե գրգին ու գրգին կդառնա աստուծո խաղաղությունը գարնես սուրբ սրգիհեն եւ ցեզի կփոխանցե խաղաղություն ամենեցուն խաղաղություն իջնա քու վրատ եթե խաղաղություն գա քու սիրտ մեջ Խորանեն եկած խաղաղությունն ալ քու մեջդ գլեցնե եւ տուն գարնես եւ դունդ գերտաս ավելի խաղացած բայց եթե խաղաղություն չկա քու մեջդ նույնիսկ եկեցի քաս նույնիսկ ժամերով գենաս այդ խաղաղությունը պիտի չիջնա պիտի չմտնե քու մեջդ որովհետեւ տուն խաղաղության զավակ չես դարձած տուն երջանկության զավակ չես դարձած Գկարծես որ կյանքը քեզի քիչ կուտա պետք է ավելի արատ տա 2026-ը արադություն փերենցի քիչ մի եւս տրամ շնորհը քիչ մի եւս կորձերս փած երթա շատ լավ թուն օրհնության զավակ ես գուզես որ Աստված կյանքը փախտը քեզի արադացերն լա թուն արադացերնես Քու եղածը ուրիշներուն գուդաս առանց սպասելու թիմացինը բայց Աստուծո մեկ ուզես Աստված պատրաստ է դալու եթե տուն այդ զավակ ես Այսօրվան ավետարանին մեջ այրի գնոջ պատմությունը գա դեր Հիսուս կանցանակը գտիդե հոնդե տրամներ նետողները գտնետե փոքր կամ մեծ եւ հետո այրիգի մգա եւ երկու լումա գնետե
երկու հաց կրնա առնել այդ դրամով։ Այսինքն մեր դրամով դերևս 20 լիրա։ Եվ Հիսուս կսե իր աշակերտներուն տեսակ կսե այս կին ամենայն շատ ասիգան edեց։ Կզարմանան աշակերտները, որովհետև տեսած էին, որ քսակ ոսկիներ նետողներ կային։ Որովհետև սավ Հիսուս բոլորը իրենց ավելցուգեն նետեցին։ Այս կինը իր բոլոր ունեցածը նետեց։ Այսինքն այս կինը գիտնալով կամ չգիտնալով Աստուծո ինչ կսեր, Աստված իմ ինձ դրամ ուարգե։ Արադացերն եղիր ինձ։ Այրի եմ զավակներ ունեմ ես։ Եվ թունես օրհնության դերը, օրհնե ինձ, որովհետև ես օրհնված գիմ մնամ։ Ես պատրաստ եմ նայե իմ վերջին լումաս քեզի դալու։ Եվ Հիսուս նշմարեց, որ այդպես է, իր ամբողջ սիրտով դվավ։ Երանի մենք իմանայինք, հետո ինչ եղավ այս կնոջ։ Անպայման օրհնված է հատկապես Տեր Հիսուսի այդ խոսքեն հետո։ Ուրեմն սիրելիներ, եկեք մեր կյանքի բոլոր անգյունները քննենք, որովհետև քննության օրերն են, նոր տարվա օրերը, որովհետև ժամանակ ամենեն թանկագին է եւ մենք շատ բարապ ժամանակ կանցնենք, շատ թյուրին ժամանակ կանցնենք, այդպես պետք չէ լա, պետք է մենք քննենք մեր կյանքը եւ ասենք, որ ինչ պակաս է ինձ Եվ ինչպես կրնամ լրացնել, Աստված ինչպես կրնա օրհնել այդ հարցով ինձ։ Եվ Հիսուս կսե մեզ այն ինչ որ գուզես, նախ եւ առաջ անոր համար թուն քեզի պետք է պատրաստես քու մարդկային չափերով եւ չափանիշներով։ Եվ որ Տեր Հիսուս 5000 անոթի մարդը Գշտացուց երկու հացով, 5 պիդեով, նգանագով և 5 փոքր ծուգերով և անիգա Տեր Հիսուս բազմացուց 5000 մարդուն փավերիկ չափ, բայց հոնդե գար, այսինքն երկու ծուգ 5 նգանակ գար, Աստված օրհնեց այդ եղածը, որպես գշտացնե ուրիշներուն։ Հիները անիգա լավ գիտեին եւ սադակա ըսված, ողորմություն ըսված փորձառություն ունեին մարդիկ։ Գիտեին, որ իրենք պետք է բարի քնեն այս աշխարհի վրա, որպեսզի անոր նմանող բարիք մը երկինքան իջնա իրենց վրա։ Հիվանդ էին, բժշկվիր գուզեին, կգտնեին հիվանդ մը, իրենց մը ավելի փախտազուրկ, նվազ փախտավոր, անոր գոգնեին, որպես ան բժշկվի, եւ այսպես իրենք բժշկության որդի կդառնային։ Մարդիկ հին ժամանակները աղբյուրներ կշինեին, զորակներով, որպեսզի մարդիկ ճամփորդները իրենց զարավը հագեցնեն։ Ինչու, որովհետև ամեն մարդ զարավ է, բայց երբ որ մենք զարավը կհագեցնենք ուրիշներուն, ուրեմն Աստուծո ջուրը մեր վրա գիչնե եւ մեզի կհագեցնե։ Ուրեմն ես ասկե ավելի լավ նոր դարվա խրատմը չկդա, որովհետև երբեմն մենք բարապ բաներ գուզենք Աստծուն։ Առանց իմանալու այս օրենքը հայմերի մեջ Տեր Հիսուս շատ հստակ կերպով գսորվեցնե, մեր հայմերը ընդունելի չէ, եթե մենք անոր մեջ եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մենք թող մեր օծբարդաբանանց գրամանը չգադարենք։ Ինչպես որ մենք կներենք ուրիշներուն մեղքերը, թունալ ները մեր մեղքերը գսենք։ Բայց թուտակապար գսենք եւ չենք անդրադառնալ։ Մենք ներողության որդիներ դարձել ենք։ Ներելու եւ ներվելու պատրաստ ենք մենք։
մեզի հանցան կորզածները գներենք, կյանքը թեթևի գարնենք, այսպես փարգության թեմ, ադելության թեմ, մեր սիրտը պահպանված է, այդպես պետք է նայենք մեր կյանքին։ Հետևաբար այսօրվան խրադը մեզ գսե որ բարապ աղոտներ մի ունենք։ Սուրբը վանք մը գերտա, կտեսնա որ այդ վանքը շատ աղքատ է։ Նույնիսկ չոր հաճ չունին և գաղութան որ Աստված իրենց համար փարերարներ ուղարկե։ Ուրեմն առավոտյան ժամերկության իրեն գսեն որ խնդրենք այսօրվան քարոզը թունդուր գսե եղբայրներս գսեն ես շատ վանքեր վդդեցա հացի արադության մեջ են բուդուներով, միսերով, չինիով ոչ միայն իրենք ճոխեն ուրիշներուն ալ գոկնեն կտեսնեմ որ դուք շատ աղքատ եք պատճառը ինչ է գիտեք բարապ գաղոթեք սկեցեք բարապ աղոթելը անոր բուդու գուզե զարգը դնգե այդ վանքերու ինչու համար հարուստ էին գիտեք որովհետև իրենք առավոտյան աղոթ կգնեին հետո արդ գերտային և գաշխատեին իրենց սերքերով այքի դնգած էին անասուններ գմեցնեին դուք ալ պետք է շիտակ աղոթեք ինչ որ գաղոթես Աստծո Աստված պետք է տեսնե որ դու չանք ունիս այդ ուղղությամբ երբ որ այդ չանքը տեսնե այնադեն Աստված որ արադացերն է ոչ մեկ պատճառ չունի քեզի չդալու այնադեն այդ օրհնությունը քու վրա պիտի իջնե որովհետև դու նմանը պիտի քաշես քու վրա անորամար Եբրայեցուց թուղթին մեջ Պողոս առաքյալը գխրադե գսե որ վազեցեք խաղաղության և սրբության ետևեն որովհետև առանց անոնց ոչ ոք չի կրնար տեսնել Աստված խաղաղություն գսենք պատերազմներ գշատնան օրհնություն գսենք աղքատությունը գշատնա միություն սեր գսենք ընտանիքները գփաշնվին եկեղեցիները գփաշնվին ինչու որովհետև ինչ որ գուզենք մենք մեր պայմաններով չենք ուզել անիկա ստեղծել գսենք որ երկինքյան այսպես մեր մեջի իջնա Աստվածն ալ դառնա Ալլահ-դ-Դինի ջինը թևը լամպը շոշափելով ելլե թևը եւ ասե ինչ որ գուզես քեզ համար բիդնեմ այդպես Աստված գերավագայենք մենք բայց Պողոս առաքյալը գսե Աստուծմով գտակ չլար մարդը ինչ որ գցանե այդ կհնցե հետևաբար առանց սանելու հնցելու կարելիությունը չկա ինչ որ կհնցես փոքր է չէ փոքր է Հիսուս մանանեխի հադիգի մասին ասավ թեևսավ ամենեն փոքրն է սերմերու բայց երբ որ ցանվի ամենեն մեծ փանջարեղենը կվերածվի հավատքը այդպես է Հիմա ցեզի հարցում ունիմ երեք նոր դարիեր քիշերեր սերդուներու մեջ էի Կանուխ չբարգեցակ, գերակ խումեցիք ծեր ընտանիքներով, առավոտուն արթնցակ, քիչ մնալ քնանալ գուզեիք, բայց այս եկեղեցի եկաք։ Ինչ փերավ ցեզ այս եկեղեցին։ Որովհետև այս եկեղեցին գդորմ ունիք ծեր սրտին մեջ։ Ցեզի քաշեց այս եկեղեցին։ Հասկացաք ինչ համար հոսեք։ Որովհետև արդեն ունիք Հետևաբար եկաք և այս եկեղեցու օրհնությունը ստացաք, որովհետև ծեր մեջի գա, փոքր կամ մեծ, եթե ոչ այսօր հոս չէր լար։ Որովհետև երեկվան գիշերեն հետո ամենեն չերթծվելիք տեղն է եկեղեցին։ Բայց քու մեջդ եղած աստվածային սերը, եկեղեցու հավատքը քեզ արթունցուց
սավոր փամը գքաշե ինձ հորստունը գքաշե երթամ հոն իմ օրհնության բաժինը ստանամ տարվան առաջին խաղաղությունը ստանամ հաղորդությունը ստանամ եւ դարիս այսպես սկսի որովհետեւ ինչպես կսկսես այդպես կշարունակվի այս արիթով Բաքրկյույի Սուրբ Աստվածածին եկեղեցու բոլոր անձնագազմին նոր դարին կշնորհավորեմ Աստուծո օրհնությունը ծեր վրա թողուլա խաղաղությունը ծեր վրա ըլլա եւ Աստված զորացնե ցեզի հատկապես այս եկեղեցին ոտքի բահողները այս եկեղեցին այդպես ինչպես ենք այսպես լույսերու մեջ եւ տակուկ մեզ համար բահողներուն համար շնորհակալություն գայտնեմ թաղային խորհրդին Դիգին Մարի Յանջիի անցին անոնք թե եկեցին եւ թե Դադյան վարժարանը կխնամեն Դադյան վարժարանը իր աշակերտներով նոր դարին կմտնե անոնց մասին նոր հույսեր ունենք նոր երազներ ունենք բայց այսօրվան սազիսպես պետք է անոնց մեջ ավոր լավ բաներ տնենք որովհետեւ իրենց կյանքին մեջ այդ ավոր եւ լավ բաները միշտ իրեն սանտվի այսօր մենք կտեսնենք երդասարտները մանուկները վտանգի դակ են թմրեցուցիչները մինչև հասած են իրենց դպրոցի արչևը հիմա իրենց փչիչային հերախոսներու վրա ամեն տեսակ հայտարարություն կա եւ ոչ ոք չգնար արկելքլար ինչ է արկեք ըլլալիքը ինչ որ ընտանիքի մեջ եւ դպրոցին մեջ իրենց սորվեցվելիք բարին է քեեցիկն է ճշմարտությունն է եւ որ հայտարարությունը տեսնե կարողանա ասել որ ասիկա հայտարարություն է այնպես որ մենք այդ բոլորը գսպասենք եւ այս բոլորը վստահենք որ Դադյան վարժարանի մեջ պիտի իրականանա դնորենության ուսուցչացկազմը եւ աշակերտությունը կշնորհավորենք եկեղեցին իր թբիրներով 40 մանկանց թբրաստասով նաեւ այս եկեղեցի հոգեվոր կյանքը գիրակորձե եկեղեցու հովիվ արժանապատիվ դեր Շահեն քահանայի գլխավորությամբ կշնորհավորեմ բոլոր թբիր Սարգսակ եւ երգչախումբի անդամները մեկ առ մեկ ցայներնդ անսպար կսեմ ծեր բոլորին